Արմնուր լրատվականի բացառիկ տեղեկությունների համաձայն Ֆրանսիայի Նիցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի ֆազի սպանության կազմակերպիչներից Սուրեն Գրիգորյանի ուղղությամբ։ Այս պահին մեզ հասած տեղեկությունների համաձայն նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Հիշեցնենք 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հետևանքով սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը։ Արմնուր լրատվականը դեպքից ամիջապես հետո գրել էր, որ կասկածներ կան Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կարող է կապ ունենալ քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի Չաղ Ռուստամի հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների վերջիններս լարված հարաբերություններ են ունեցել միմյանց հետ։ Սպանությունից շուրջ 2 ամիս անց այդ կասկածները մասամբ հաստատվեցին իրավապահների գործողություններով։ Ռուստամ Ստեփանյանը եւ եւս մեկ անձ ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին։ Միևնույն ժամանակ բուն սպանություն կատարած անձիկ դեռևս հետախուզվում էին։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները այս տարվա սկզբին ձերբակալել էին Սերգեյ Գրիգորյանի ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։ Իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Ըստ մեղադրանքի Սահակյանը խմբի կազմում այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով 2024 թվականի հունիսի 11-ին ապօրինաբար կյանքից զրկել սպանել է Սերգեյ Գրիգորյանին։ Սպանություն կատարողներից Սուրեն Գրիգորյանը նույնպես հետախուզման մեջ է։ Ֆազի սպանության գործով անցնողներ Ռուստամ Ստեփանյանը եւ Աշոտ Գուրգենյանը կալանավայրում են։ Ըստ նախաքննական մարմնի նրանք կազմակերպել են սպանություն կատարած անձանց Սուրեն Գրիգորյանի եւ Հարություն Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումները, գործողությունները։ 2024 թվականի հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պրոշյան գյուղում։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձը Սուրեն Գրիգորյանը եւ Հարություն Սահակյանը կեղծված հաշվառման համարանիշներով Opel Astra Magnishi ավտոմեքենայով ժամը 21:00-ի սահմաններում ուղևորվել են Երևան։ Սպանությունից հետո Գրիգորյանի եւ Սահակյանի ձեռք բերած Opel Magnishi մեքենայի բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվել են ոստիկանություն գրառման բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգից լիցքավորված փամփուշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուշներ ու փամփուշտներ։ Սուրեն Գրիգորյանի եւ Հարություն Սահակյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, քանի որ դեպքից ամիջապես հաջորդ օրը նրանք երկրից դուրս էին գնացել։ Եվ ահա անկարույց սպանությունից 2 տարի անց Արմնուր լրատվականի բացառիկ տեղեկությունների համաձայն Ֆրանսիայի Նիցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի ֆազի սպանության կազմակերպիչներից եւ հետախուզման մեջ գտնվող Սուրեն Գրիգորյանի ուղղությամբ։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը, ինչպես արդեն հայտնեցինք, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։